Շնորհակալություն, հաջողություն ցես։ Դուրս եք գալիս։ Ես բոյկոտում եմ, Մայր Հայաստան խմբակցությունն այսօր բոյկոտեց Գյումրիի Ավագանու արտահերթ նիստն ու դուրս եկավ դահլիճից։ Նախքան բոյկոտը խմբակցության ղեկավարը հորդորել էր, որ դահլիճում գտնվող ՔՊԱ-ականները միջնորդեն կալանքից ազատ արձակել Շիրակի թեմի առաջնորդին, որին իրավապահները մեղադրում են իշխանությունը զավթելու կոչի համար։ Ես հորդորում եմ, որպես ձեր քաղաքի տղա, որպես Հայաստանի, որպես հայ տղա, դուք եւս ձեր միջնորդություն ունենաք, որպեսզի օր առաջ ազատվի բանդարկությունից մեր Միքայել Աջապայանը, մեր մյուս հոգևորականները։ Արձագանքեց ԿՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը։ Մեր Շիրակի թեմի առաջնորդի հետ կապված իրավական գործընթաց կա, բոլորս կհասկանանք, եթե այդտեղ կա որևէ քաղաքական թերթապատճառ, միանշանակ ես կկանգնեմ հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին, ոչ թե անձերի, այլ իմ եկեղեցու, որտեղ ես կնկվել եմ, շուտով պատրաստում եմ իմ երեխաներին կնկել։ Մայր Հայաստանի հեռանալուց հետո Ավագանին քննարկեց ու 22 կողմ ձայնով փաստաբան Իրինա Հակոբյանին լիազորեց դատարանում քաղաքապետարանի շահերը ներկայացնել, որպեսզի ժամանակին Գյումրիին պատկանած 2 տասնյակից ավելի գույքերը ետ վերադարձվեն համայնքին։ Մոտ 1 տարի առաջ կրկին ՔՊ-ի նախաձեռնած արտահերթ նիստում որոշում կայացվեց, որ Գյումրիի նախկին քաղաքապետեր Վարդան Ղուկասյանի ու Սամվել Բալասանյանի պաշտոնավարման տարիներին օտարված 24 անուն գույքը դատական ճանապարհով պետք է ետ վերադարձվի։ Ինքը Ղուկասյանն այսօր հայտարարեց, որ իրենց խմբակցությունը կողմ կքվեարկի, բայց ինքն ու Ավագանու մի քանի անդամներ չեն մասնակցի քվեարկությանը։ Հաշվի առնելով, որ նախագծում ներկայացված է թվով 24 գործերից կան գործեր, որոնք անմիջական կապ ունեն իմ շահերի հետ, որ որպես Ավագանու անդամ ես Վարդան Ղուկասյանս, Ավետիս Արաքելյանը եւ Գևորգ Ղուկասյանը չեն մասնակցելու այս նախագծի քվեարկությանը։ ԿՊ խմբակցությունից Քնարիկ Հարությունյանը ներկայացրեց, թե ինչու են արտահերթ նիստ հրավիրել ու ինչու են ակնկալում, որ Ավագանին կողմ կքվեարկի։ Եվ հիմա դատանը շատ կարևոր է համարում, որպեսզի մենք Ավագանու որոշմամբ լիազորենք փաստաբանին, որպեսզի ինքը կարողանա համայնքի ու նաև Ավագանու շահերը ներկայացնել դատարանում։ Երբ սկսեց թվարկել մի քանի գույքերի անուններ, որոնք առնչվում էին Վարդան Ղուկասյանին ու նրա ընտանիքին, մյուսը ձեզ շատ հայտնի Օազիսի գործն է, երբ թվով 5 հողամասեր Վարդան Ղուկասյանի որոշումների հիման վրա օտարվել են Ամբերտ ՍՊ-ին, իսկ այդ ՍՊ-ն պատկանում է Էլի Ղուկասյանների ընտանիքին։ Մի պահ մթնոլորտը լարվեց, երբ նաև գնահատականներ հնչեցին։ Համայնքային գույք է օտարվել, համայնքային գույքը օտարվել է խախտումներով, չարաշահումներով եւ հիմա մենք հնարավորություն ենք տալիս, սուտ է, ճիշտ է, դատանը կորոշի, մենք այստեղ դատավոր չենք, մենք դատավոր չենք, ես քաղաքական գնահատական եմ տալիս, մենք 5-րդ անգամ քաղաքապետի պաշտոնին վերադարձած Ղուկասյանը մի ամբողջ փաթեթով էր եկել նիստին, թե ինչպես է կառավարությունը Գյումրիի լավ պատառները օտարելու փոխադարձաբար առաջարկեց ՔՊ-ին, դրանք վերադարձնելու հարցում օգնել համայնքապետարանին։ Մենք ավելի կարևորագույն գործեր ևս ավելացնելով ներկայացնում ենք դատարան։ Դրա համար առաջարկում եմ, որ հետագայում անպայման այս հարցը բարձրաձայնենք նորից նիստ հրավիրենք, նորից քննարկենք այդ հարցերը։ Ամենաարժեքավոր գույքը, որ օտարվել է ըստ Ղուկասյանի, ջերմուղն է, որը կառավարությունը համայնքից վերցրել ու կառավարման է հանձնել Վիոլիա ջրին։ Մի քանի տասնյակ միլիոն դոլարանոց գույքի դիմաց համայնքին նույնիսկ գույքահարկ չեն վճարում, դժգոհեց Ղուկասյանը։ Հիմա ժամանակն է գույքը ետ վերցնել ու դիմել կառավարությանը։ Վիոլիա ջուրը հսկայական շահույթներ է տանում Գյումրի քաղաքից, մի կոպեկ չմուծելով Գյումրի քաղաքապետարանին, ընդդուք գույքահարկն է ազատված, հողի հարկից է ազատված եւ քաղաքապետարանը ոչ ոք չկարողանում է Վիոլիա ջրի մեջբերել։ ՔՊ-ից արձագանքեցին, թե հայտնաբերած չարաշահումների ու գույքի ետ վերադարձի հարցում պատրաստ են աջակցել։ Բոլոր գործերի մասով վստահեցնում եմ, որ շահագրգիռ ենք լինելու, որովհետև մենք պատրաստակամ ենք, որպեսզի օրենքի գերակայություն լինի եւ համայնքային գույքը անպայման հետ վերադարձվի։
Ավագանին լիազորեց փաստաբանին, ընդ որում այսօր վերջին օրն էր, երբ փաստաբանը պետք է դատարան ներկայացներ Ավագանու լիազորագիրը։